Հայաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալել է Հայաստանը և գլոբալ դարպասը Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության հնարավորություններ խորագրով երկրորդ համաժողովը։ Նպատակն է Հայաստանի արտաքին տնտեսա-քաղաքական դիվերսիֆիկացիայի հնարավորությունները դիտարկել նաև գիտական և ակադեմիական մակարդակներում։ Գիտաժողովը հիմնականում միտված է Եվրոպա-Ասիա հաղորդակցության շրջանակում Հայաստանի դերի բացահայտմանը և այդ շրջանակում կան բազմաթիվ Եվրամիության, նաև միջազգային գլոբալ փաստաթղթեր, որոնց շրջանակում Հայաստանը կարող է ունենալ որոշակի ներդրում և իր լուման, այսպես ասենք, բերել Հայաստան-Եվրոպա հաղորդակցությանը, բնականաբար ունենալով որոշակի հետաքրքրություններ տնտեսության դիվերսիֆիկացիայի, քաղաքականության փոփոխությունների որոշ առումով նաև նոր աշխարհակարգին դիմակայելու շրջանակում։ Համաժողովին մասնակցում են Գերմանիայի, Շվեդիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Ղրղզստանի, Վրաստանի առաջատար գիտնականներ, Հարավային Ասիայի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով Ստոկհոլմի կենտրոնի ղեկավարի խոսքով Եվրամիության գլոբալ դարպասներ ծրագիրը հսկայական հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի համար։ Փորձում ենք նման գիտաժողովների միջոցով օգնել Հայաստանին մաս կազմելու ոչ միայն Չինաստանի մեկ գոտի, մեկ ուղի համաշխարհային նախագծին, այլև նոր ձևավորվող նախաձեռնություններին։ Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ է նաև արագ որոշումներ կայացնել, գտնել նոր հնարավորություններ Հայաստանի տեղն ու դեր ամրագրելու և զարգացնելու համար, ընդգծում է գիտնականը։ Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան ևս մի շարք նախագծեր ունեն, որոնց կարող է մասնակցել նաև Հայաստանը։ Մենք այս գիտաժողովի ընթացքում քննարկում ենք դրանց միանալու Հայաստանի հնարավորությունները։ Հայաստանը դեռևս լիարժեք չի օգտագործում ասիական տարածաշրջանի ռազմավարական գործակցության հնարավորությունները։ Այդ ուղղությամբ հիմա բանակցությունների փուլում ենք։ Գիտաժողովի մասնակիցներին է ներկայացվում նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը հնարավորություն կտա անխափան կապ հաստատել Պարսից ծոցի, Օմանի ծոցի, Սև, Կասպից և միջերկրական ծովերի միջև միավորված տարածաշրջանային երկաթուղային ցանցի միջոցով և հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհներով։ Մենք շատ խորը համագործակցություն ունենք նաև Չինաստանի հետազոտական կենտրոնների և համալսարանների հետ և իրենք մեծ ծրագրեր են իրականացնում մեկ ուղի, մեկ ճանապարհի գաղափարախոսությունը ներկայացնելու, տարածելու, փափուկ ուժի մեխանիզմներով ավելի հանրային դարձնելու ուղղությամբ և մենք մեր հերթին որոշեցինք, որ կարող ենք օգտվել նաև հենց նրանց նմանատիպ նախաձեռնություններից և կարողանանք մեկտեղել Ասիայի և Եվրոպայի մեր գործընկերներին ցույց տալու համար ինչու ոչ և կառավարության գործադրած ջանքերը հաղորդակցության ուղի վերածվելու և մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված, մեր մշակույթով պայմանավորված ընձեռված հնարավորությունները։ Գիտաժողովն անցկացվում է Գերմանիայի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ։ Բրյուն Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։